fácil decirlo. No, es para los շնորհավորել ավելի կուզեմ հիշել, որ 75-ին ես նոր եկածի և Սարդարաբադը իզմով սկստով։ Միասին սկսանք թվոմը, այն ժամանակ ես կկրեի Սարդարաբադ, Շարժու, Արմենիա և քանի մտարունակ երբեմն զազգաններ կգործածեի Քիմ Արևելցի, Մենմուր, շատեր չէին գիտեր, ովեր ավելավորը չէին գիտեր։ Եվ ուզեմ իշեցնել մեկ բան։ Մշակույթը կահույթը կամ համայնքը բայելու համար երբեմն 4 հիմնական միջոցներ կան, ֆակտորներ։ Ընտանիքը, եկեղեցին, դպրոցը և ընկերային ակումբը։ Լանիկագուսակցություն կամ ոչ կազմակերպություն, որ համայնքի անդամները կրնան հավաքվի։ Մեր ընտանիքները այսօր երբեմն վտանգի մեջ են, քանի որ նույնիսկ դա մեջ շատ անգամ հայերեն չեն խոսիր։ Լեզուն վարժվեցան գսենք ծևով ընդունին, որ սպաներենը մենք սորվին կամ թե իրենք հայերեն, այս պարակային մերն է սպաներենը։ Բայց շարունակությունը պետք է լա, պետք է բահվի դպրոցը, եկեղեցին հիմնական և նաև ընկերային ակումբները, որ կարենան հավաքվին մեր երիտասարդները, բզդիկները իրենց ազատ ժամանակ անցնելու համար։ Աշխարհը այսօր նույնը չէ։ Երիտասարդին համար կամ բզդիկներու համար վտանգը նույնը չէ։ Նույնիսկ փողոցը վտանգավոր է։ Շատ միջոցներ կան վտանգավոր։ Պետք է դեր գանքնել այդ բոլորին և այդ բոլորի բարդականությունը միայն ընտանիքը չէ։ Կա նաև դպրոց, եկեղեցի և ընկերային ակումբ։ Ուրեմն ես Սարդարաբադի 50-ամյակը շնորհավորել կմաղթեմ, որ անդրադառնանք յուրաքանչյուր կազմակերպության դրած աշխատանքին և շարունակենք քալիք սերունդներուն պատրաստել, պահպանել այնպես, ինչպես որ մեր նախնիկները, մեր մեծ հայրերը փորձեցին մեզ բայել։ Շնորհավորություններ Սարդարաբադին և կուսամ ինչ եմ հայ 20 չեմ մինչև այնետեմ, որ մենք կանք իբրև հայ, մինչև այնետեմ, որ երկու դող հայերեն գարտացող գա, թող մեր տերտերը Սարդարաբադ կամ ոչ, բահեն իրենց կոյությունը, կոյադվեն, որտեղ իրենց միջոցով մենք մեզ կբայենք, շնորհավորություններ։